Գյումրիում չեն դադարում հորդորած անձրևները, ինչպես նաև դրանց ֆոնին բնակիչների ահազանգները հասցված վնասի հետ կապված։ Այս պահին գտնվում են Գյումրու Անի թաղամասի Տրտաճարտարապետ փողոցի թիվ 34 շենքի դիմաց, որտեղ անձրևն ու կարկուտը վնասել են կտուրը։ Այս իշխայդարագություն էր։ Այս կարկուտներից հետո, այս ահավորակ կարկուտը անձրևից հետո վնասված աննկարագրելի, նույնիսկ երկինք արդենք Երևա։ Ես երկու շաբթի օրը գնացի դիմումը ներկայացրեցի, մի 10 օր երևի ինչքան ժամանակ է կարկուտ անձրևից հետո։ Այսօր նոր եկան մեր քաղաքապետարանը նկարեց ինքը Հրաչյան, նկարեց ու գնաց այդ տղեն։ Տեսա որ ինչ վիճակ էր, հատկապես այսօրվա անձրևը։ Անի թաղամասի Տրտաճարտարապետ փողոցի 34 շենքի 6A բնակարանի միայնակ բնակիչն է Արմանուր Սարգսյանը։ Տիկնոջ խոսքով հունիսի 19-ին տեղացած ուժեղ կարկուտից վնասվել է շենքի կտուրն ու դրանից հետո անձրևոտ օրերին բնակարանը հեղեղվում է։ Տարագություն է։ Այդ թույլը թերել եք որ ջուրը լցվի, հա։ Հա, դիմորվա անձրևի հստեղ բույամ թափի գաշտին պատը։ Համի ես կխնդրեմ մեր մազբեդանի, մեր քաղաքապետարանի հա, միջոցներ ձեր կառնին։ Եթե ես հնարավորություն ունենամ, երբեք ոչ մի ղեկավարի չեմ անհանգստացնել, որ անհանգստացնել որ իրանց պարտավորությունն է։ Եթե ես հնարավորություն ունենամ, մենակ ես թոշակով եմ։ Բացարձակ ոչ մի եկամուտ։ Համի ես կխնդրեմ, հնարավոր է մեր մազբեդը, մեր քաղաքապետը թող իմանան ու կան կդուրը վերանորոգեն։ Ես ուրիշ ինչ կխնդրեմ իրանցից։ Ես ոչ մեկից տուն չեմ պահանջել, ոչ է գումար կխնդրեմ, բացարձակ։ Տիկին Արմանուշը առողջական լուրջ խնդիր ունի։ Դեռ լուծված չէ նաև այս մասարտային բնակարանի սեփականաշնորհման հարցը, որում ինքը բնակվում է արդեն 16 տարի, բայց թե վիրահատության, թե փաստաթղթային հարցերը պակաս կարևոր են դառնում, երբ մինիմալ կենցաղային պայմանները ամեն օր ավելի են վատթարանում։ Աստեղից կկարտա, մեկ էստեղ արդեն երկինքը Երևա։ Ես ինչ եմ։ Ստեղն այ։ Ախ իմ առողջականը շատ բադ վիճակի մեջ է։ Իմ փողոցի խնդիրը, որ դա ահավոր կարկուտ եկավ անձրևն ու կարկուտը, ես բացարձակ չկարողացա փոքրիկ լիճ էր գոյացել։ Իմ հարևանուի շնորհակալ եմ իրանից, եկավ ինքը օգնեց ինձ։ Օգնեց աննկարագրելի, հազիվ կքամենք, դույլերը չենք կրա, տանենք, հասցնենք, թափենք, նորից բերենք տեղը։ Ախր աննկարագրելի, նկարագրել չի եղնի։